Հնեվանքը կառուցվել է 7-ից 8-րդ դարերում։ Դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը ձգտում էր վերապրել հեթանոսությունից դեպի քրիստոնեություն անցման լռությունն ու ուժը։ Վանքը տեղակայված է Դեբետ գետի կիրճի ափին այնպես, կարծես քարերն իրենք են որոշել այստեղ աղոթել։ Վանքի գլխավոր եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կառուցվել է 7-րդ դարում, իսկ համալիրի մյուս մասերը ավելացվել են հետագայում։ Այն բազալտե քարից է ու ներկայանում է որպես տիպիկ հայկական գմբեթավոր եկեղեցու ճարտարապետություն։ Հնեվանքը խիստ հայտնի չէ, բայց հենց դրանով է, որ մնում է անաղարտ։ Ինչպես տեսնում եք, եկեղեցին ակտիվ չէ, բայց դա ձեզ չի խանգարի, որպեսզի գաք ու ձեր անկեղծ աղոթքը անեք։ Իսկ բնությունը վանքի ճարտարապետության շարունակությունն է։ Երբ կանգնում ես վանքից փոքր հեռու, ահա այս ֆանտաստիկ տեսարանն է բացվում, որը ոչ մի լուսանկար, ոչ մի տեսանյութ չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Հնեվանքը պարզապես հին վանք չէ, այն սրբավայր է, որը ձեզ սպասում է ոչ թե տեսնելու, այլ զգալու համար։ Լոռու լեռների մեջ, այնտեղ, որտեղ անտառները դառնում են խիտ, իսկ ճանապարհները լուռ, կա մի վանք, որը երևի թե շատերս չենք տեսել, իսկ ով տեսել է, չի կարողացել մոռանալ։ Խոսքս Հնեվանքի մասին է։